Չեն կարողանում երեխաներին հայտագրել ծնողները պետական դպրոցներում։ Երեկ առավոտից համակարգը խափանվել է ու չի դիմացել ծանրաբեռնվածությանը։ Միաժամանակ հազարավոր ծնողներ են փորձել HITEMIS.am կայքով գրանցել առաջին դասարանցիներին իրենց նախընտրած լավագույն կամ պարզապես ամենամոտ դպրոցներում։ Զայրանում դժգոհում են մայրերը։ Համակարգի խափանման պատճառով պահանջված դպրոցների տեղերը արագ լրացել են, գրանցումը չեն հասցրել։ Իրավիճակին համարժեք ուշադրություն եւ լուծում են խնդրում։ Անթեթ ռեֆրեշ եմ անում, հնետես ինչեր ա գրում։ Պատկերացնում ես, հեսա կբացի ու տեղերը լրիվ փակ։ Ուղիղ 4-5 րոպե այդպես խափանված մնաց համակարգը, ընդհանրապես հնարավոր չէ որևէ գործողություն կատարել։ Բացվելուց հետո անմիջապես նշվեց, որ տվյալ դպրոցում, որ ես նախընտրում եմ, բոլոր տեղերը փակված են, լրացված են։ Այսինքն, եթե մի ծնող իր հարազատների օգնությամբ, ընկերների օգնությամբ մոտ 10 հոգի կարողանում է նույն բալիկյանուն լրացնել եւ 10 հոգուց մեկն է ստացվում, եթե ես նստել եմ համակարգչի դեմ մենակ կամ երկուսով, ենթադրենք, մեզ մոտ չի ստացվում։ Դպրոցի ընտրությամբ չի խախտվում երեխայի կրթության իրավունքը։ Ծնողը կարող է երեխային համայնքի մեկ այլ դպրոց ուղարկել։ Վստահեցնում է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, պնդում. կայքը անխափան աշխատել ու աշխատում է, այս պահին որևէ խնդիր չկա։ Առաջին 3 րոպեի ընթացքում եղել է ծանրաբեռնվածություն, բայց խափանում չի եղել կայքի։ Ծանրաբեռնվածությունը բոլոր մասնակիցների համար է եւ այդտեղ որևէ բան անել հնարավոր չէ։ Եթե նույնիսկ ծանրաբեռնվածություն չլիներ, մեկը կհասցներ ծնողներից, մյուսը չէր հասցնի։ Կրթության իրավունքի հետ կապված որևէ խնդիր որպես այդպեսին չկա։ Այ եթե այդ դպրոցում կոնկրետ չի հասցնել, մեկ այլ մոտակայքի դպրոցում կարող է հայտարարել։ Համակարգը իսկապես որոշակի անհարմարություններ ստեղծում է ծնողների համար, ասում է ոլորտի փորձագետը, նկատում. այս խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում դպրոցները համաչափ զարգացած չեն։ Շատ երկրներում մարդիկ ուղղակի իրենց երեխային ուղարկում են իրենց բակի դպրոցը, որովհետև դպրոցների միջև տարբերությունները շատ մեծ չեն եւ պետությունը քիչ թե շատ նույն մակարդակի կրթություն բոլոր պետական դպրոցներում ապահովում է։ Սրա արդյունքում իհարկե շատ ծնողների համար ստեղծում են անհարմարություններ, օրինակ այսօր մի ծնող ինձ ասում էր, որ ստիպված է երեխային ուղարկել մի դպրոց, որը կիսափուլ վիճակում է։ Համակարգը ինձ հուշեց, ընտրեց իմ փոխարեն այն դպրոցը, որտեղ ազատ տեղ կա։ Ստացվեց ոչ թե ես եմ ընտրում, այլ համակարգն է իմ փոխարեն առաջարկել այն դպրոցը, որտեղ ազատ տեղ կա համայնքում։ Խաչատրյանը կրթական գերատեսչությանը հորդորում է մոնիթորինգ անցկացնել ու աջակցել առավել քիչ պահանջարկ ունեցող դպրոցներին։ Նախարարությունը պետք է նայել, որ դպրոցներն են, որ հեշտությամբ հավաքում են աշակերտներ եւ փորձի են մյուս դպրոցներին աջակցել ինչ-որ ձևերով, որպեսզի հավասարակշռություն առաջացնի։ Տեսեք, մենք ունենք դեպք, որ նույն կոմպակտ թաղամասում կա 2 դպրոց, մեկը կատարյալ վերանորոգված է, մյուսը շենքային վատ պայմաններում է։ Հիմա պարզ է, որ ստեղ մենք այս 2 դպրոցներին դնում ենք անհավասար վիճակում։ Մինչև հանրապետությունում բոլոր դպրոցները չապահովեն համարժեք պայմաններ ու որակյալ կրթություն, ծնողների պայքարը երեխային լավ դպրոցում տեղավորելու համար շարունակվելու է։ Մասնագետը վստահ է, խնդրի լուծումը ոչ միայն տեխնիկական համակարգի կատարելագործումն է, այլ նաև կրթական համակարգի միջավայրային եւ բովանդակային հավասարակշռումը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։